Մենք այսքան հերթական անգամ գործ ունենք Նիկոլ Փաշինյանի կառավարման դատարկության հետ։ Այսինքն մի կողմից մենք ունենք այդ խոսույթը, որ հայ հորուի գնում ենք Եվրոպա, հեսա եվրոպական դարպասները, պատուհանները, ամեն ինչ բացեցինք մեր երկրի առաջ, տնտես վարողի առաջ, ու մյուս կողմից վերջին 5 տարիներին եթե նայում ենք, միայն աճել է մեր գյուղմթերքի արտահանման ծավալները դեպի Ռուսաստանի Դաշնություն, դեպի ԵՄ, այսինքն որևէ քայլ չի արվել դեպի ՌԴ եւ ԵԱՏՄ։ Ոչ մի քայլ չի արվել, որպեսզի մեր տնտեսվարողներին սովորեցնեն, տրեյնինգներ անեն, չգիտեմ, բերեն այն ստանդարտները, որը պետք է Եվրոմիության համար։ Ընդ որում, դրանք ավելի բարդ չեն, դրանք շատ հաճախ ավելի պարզեցված են, ավելի հեշտ են, ուղղակի տարբեր են։ Բացարձակ տարբեր են այն ստանդարտներից, որոնք ունենք մենք ԵԱՏՄ-ի հետ կապված։ Ու հերթական անգամ մենք ունենք խոսույթ, որ գնում ենք այստեղ ու 0 քայլ իրականության մեջ 0 քայլ գետնի վրա, որ պատրաստվենք այն ամեն ինչին, ինչի մասին ենք խոսում։ Քայլոր Գեորգ Գորգիսյանը շատ կուլտուրական մարդ է։ Ես ասեմ հետեւյալը, ոչ թե այդ խոսույթն է, որ դատարկությունն այլ սուտ են ասում ձեզ։ Ձեզ խափում են, հա, ձեզ պրոստը խափում են, ինչ են ասում։ Ասում են մենք որոշել ենք շատ ռազմավարական որոշում ենք ընդունել, որ ստեղծելու ենք մոդուլային ատոմակայան։ Հիմա մոդուլային աշխարհում չկա մոդուլային ատոմակայան, բայց նախ եղած ատոմակայանը փակում են։ Հիմա Ժորժ ջան, նախ եղած, էսի նախ էսենց իմի կա։ Սա նիսյա խոսակցություն չի, սա կա։ Սա արտադրանք է տալիս ուղարկում ավաճառելու։ Հիմա սա վարի են տալիս, կործանում են, բայց խրախուսել են, որ մտնեն բարձր վարկերի տակ։ Ամբողջ բանկային համակարգը կառուցված է նաև այս ձևի վարկերով։ Դուք պատկերացնում եք դոմինոյի ինչ էֆեկտ կա։ Շղթայական ռեակցիան է, որ պատկերացնենք իրական։ Մեր ուղերձն այն է, սիրելի հայրենակիցներ, որ դուք ունեք մեր թիմի պես թիմ ընտրություններին մասնակցող, որը Մոսկվա կոնյակ չի արտահանում, որը ԵՄ-ել չի կոնյակ արտահանում, որը բիզնեսով չի զբաղվում, որը ոչ մի ձևի որևէ բանից, որևէ մեկից կախվածություն չունի։ Կարող է հանգիստ նստել բանակցել եվրոպական պաշտոնատար անձանց հետ, որտեղ մենք ԱԼԴԵ-ի անդամ ենք, հանգիստ նստել բանակցել ԵԱՏՄ պաշտոնատար անձանց հետ, այս խնդիրները լուծել։ Եվ բնականաբար Վրաստանում առաջացած այն խնդիրները, որ մենք հիմա ունենք, ես անդադար այդ բողոքները ստանում եմ, որ ոնց են մեր բեռնատարները մտնում եւ ուղարկվում ինչ որ ստուգումների ու երկար մնում ինչ որ անհավանական ժամանակներով ու չկա մարդ չկա դրանով զբաղվի։ Այս բոլոր խնդիրները դուք ծերի հայրենակիցներ կարող եք լուծել։ Հունիսի 7-ին գնալով ընտրական տեղամասեր, վերցնելով թիվ 19 քվեաթերթիկը քվեարկում եք Լուսավոր Հայաստան կուսակցության օգտին եւ այս խնդիրները մենք լուծում ենք։ Դրան էլ գումարվելու է, որ բանկերի եւ ԴՀԿ-ի դաշինքը մենք քանդելու ենք, ջարդելու ենք եւ այդ դաշինքը փլուզվելու է, ԴՀԿ-ն լուծարելու ենք եւ այն բարձր տոկոսները, որ դրված են մեր ժողովրդի վրա, այդ տոկոսները օրենքով սահմանափակվելու են։ Այնպես ինչպես Ֆրանսիայում, Ֆինլանդիայում եւ եվրոպական տարբեր երկրներում։ Դրանից բարձր վաշխառություն է։ Այսօր պետությունը խրախուսում է վաշխառությունը։ Սա էլ է այս թեմայի հետ կապված, որովհետեւ վերջին հաշվով այս տնտեսությունը եթե դրվում է վտանգի տակ, այս մարդիկ այդ բարձր տոկոսների տակ ինչ են անելու։ Այս եղած չեղածը խելելու են։ Սրա մասին էր այսօրվա մեր հանդիպումը, սիրելի հայրենակիցներ։ Մենք հիմա մարզից կվերադառնանք Երևան, մեր մյուս խմբին կմիանանք Քարոզչական եւ կշարունակենք քարոզչությունը Երևան քաղաքում։ Լավ մնացեք եւ Աստված պահապան Հայաստանի Հանրապետությանը։ Հետևեք մեզ եւ տարածեք։